հետաքրքրություն առաջացնել երեխաների մոտ, որպեսզի նրանք կարդան։ Ինձ համար պատմության ուսուցումը գալիս է մշակույթ տարածելուց։ Տեսեք, ինչն է պատմության կենդանի վկայությունը, դա մեր մշակույթն է, չէ՞։ Արվեստը, ճարտարապետությունը, գորգագործությունը, դրանք պատմության փաստերն են, վկայություններն են։ Երբ որ ես իմ օրինակով մի փաստ բերեմ, եւ ինչպես եմ տանում դեպի, ցույց եմ տալիս կերպարավոր պատմում եմ այդ ամեն ինչը եւ տանում եմ, թե որ թվին է։ Մոտ ասում եմ, եթե հետաքրքրություն առաջանում է, գնացեք, բացեք եւ շարունակությունը դուք կարդացեք, հա։ Տեսեք, ինչը վերաբերվում է զարգացվածությանը, ցավոք սրտի, մեր ժամանակներում իրականում զարգացվածությունը դա հարաբերական ասույթ է, ինչու։ Ով կարող է ապացուցել եգիպտական բուրգերի ժամանակներում ապրող մարդիկ էին ավելի խելացի եւ զարգացած, նոր առաջին անգամ շարժից ստեղծած մարդիկ էին ավելի զարգացած, թե մեր ժամանակներում։ Իրականում դա հարաբերական է։ Զարգացվածությունը տարբեր ժամանակահատվածներում արտահայտվում է յուրով։ Մենք չենք կարող ասել, որ մեր երիտասարդները կոպիտ բառ ասեմ, տգետ են, ոչ։ Նրանք խելացի են իրենց ժամանակին համապատասխան։ Ոստի պարտականությունը խելացիներ, այլ մեր ուսուցիչների։ Տեսեք, այստեղ Նժդեհի որդիների պայքարը հայերի դեմ ասվածը միայն ժամանակին չի վերաբերվում, այո, վերաբերվում է բոլոր ժամանակներին սերնդների միջև բախմանը։ Հիմա մեր դեպքում մենք մեծերս պիտի գտնենք ուղիները, հենց այդ ուղիներից մեկը ես ասեցի, թե ինչպես սերմանենք երեխաների մեջ ինքնաճանաչություն, հայրենասիրություն, մշակույթի մեջ փաստը ցույց է տալիս, օրինակ ցույց է տալիս փաստը, տեսեք ինչքան ունենք կոմիտաս ու երաժշտությունը միացրեցինք, ինքը լսեց երաժշտությունը, հնարավոր չի, որ չկպնի հոգուլարերին, որովհետև մերն է, ենթագիտակցական մակարդակում մենք դա զգում ենք։ Տեսեք, ով է, կոմիտասն է, պատմում եք մի փոքր կոմիտասի մասին եւ ուղղորդում, գնացեք, սա լսեք, եւ որպեսզի դա հետաքրքրություն առաջացնի։ Մի շատ Հասմիկյան մի բան ասեմ, ներողություն,